Մերսի վագր, որ տուն ճանապարհեցիր։ Խնդրեմ։ Դե Երիկունը կզանգեմ, պակա։ Ես չես գնում։ Սպասում եմ մտնես տուն, հետո նոր ես կգնամ։ Սկզբում դու գնա, հետո ես կմտնեմ։ Չէ, դու մտի, հետո ես կգնամ։ Չէ, դու գնա, հետո ես։ Լավ, համոզեցիր։ Այստեղ են լրիվ կյանքը։ Միջև հիմա վրայից սիրադուխու հոտն ա գալի։ Ոխ։ Հետ եկավ Ալենս։ Բարև, Մարի։ Բարև, քուրիկ ջան։ Վիլեն է սովը։ Ընկերուհիս ա։ Հələ մի հատ պաչի ընկերոջդ։ Խանդում ես։ Չէ։ Իսկ սենց։ Ասեցի չէ։ Իսկ սենց։ Հանգստացի մի հատ այ փափուկ։ Դու մոռացել ես, որ ինձ մենակ պաչելու համար ես փող տվել։ Լավ էլի, թող մեկ պռոշներդ պաչեմ։ Ասեցի չէ։ Հաջող Վիլեն։ Ուղարկած այդ նկարները տեսա, շատ սիրուն ես, կյանքս։ Ես լավ եմ, դու ոնց ես, կյանքս։ Սպեղմնավորման սեզոնը բացվել է։ Սպասի երկու հատ իրար լպստող շան նկար ուղարկեմ, իբր ես ու ինքն ենք։ Դու հաստատ այս աղջկան մի բան խաբել ես, որ հետդ սենց հաճույքով շփվում է։ Աբա, ասել եմ, որ շատ հարուստ եմ, ու Հյուսիսային պողոտայում պենթհաուսում 300 քառակուսի մետր տուն ունեմ։ Իսկ այդտեղ չես ուզում նշես, թե ուղեղդ քանի քառակուսի մետր է։ Հələ մի վարկյան։ Չէ, այսօր չենք կարա իրար տենանք, ես հիմա Դուբայում շեյխի հետ գործնական հանդիպման եմ։ Ասում ա Դուբայից շեյխի հետ նկար ուղարկի, ինչ անեմ։ Ինչ ես անում։ Արի իրար հետ նկարվենք, իբր դու շեյխ ես։ Ինձանից ինչ շեյխ, ես շատ փոքր եմ։ Կասեմ շեյխի ձագ ա։ Վատ ես Ազատ, մի արա։ Մինչև երբ ես այդ աղջկան խաբելու։ Դե ուզում եմ արագ հանդիպենք, հետո արագ պաչվենք, հետո արագ ամուսնանանք, հետո արագ երեխեք ունենանք, ու այդ ժամանակ կասեմ, որ խաբում էի ու հարուստ չեմ։ Ես արդեն տանն եմ, կարակ ինձ կապեք ծառեն ու պլետերով դաղեք։ Գարիկ, հաքի այդ կոշիկներդ, օդը պղտորում ես։ Պապ, հաքի կոշիկներդ։ Բարի լույս Հայաստան։ Հայելի պապ, խնդրում եմ, կոշիկներդ հաքի։ Գործընկերն է Aeroflot ավիաընկերությունը։ Հայաստանում այսօր հստակ անձրևոտ փոփոխություններ։ Ասա Ալիկ։ Գարնիկ ջան, որ խնդրեմ, կոշիկներդ կհագնես։ Տեղումներ, առավելապես անձրևի դեպքով։ Անցած գիշեր ջերմաստիճանը այսօրային է ամենից փոքր։ Ինչ ջերմությամբ կանցնի երեքշաբթի Հայաստանի դաշտերում։ Վարսենք թվով։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կդիպի 9-ից 14 աստիճան։ Վայոց ձորի այդպես Գարնիկ, հիշում ես վաղը ինչ օր է։ Ոնց չեմ հիշում, Ռուզան։
ուղիղ 22 տարի առաջ այդ օրը մեր հարսանիքն էր։ Վախապրես, գառնուկս, փաստորեն հիշում ես։ Ռուզան ջան, ոնց ես կարա մոռանամ այդ հիշարժան օրը։ Վերջին անգամ այդ օրն եմ խորոված կերել։ Արի մեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ տեղ գնանք։ Արի գնանք, բայց առանց ինձ։ 30-անց կին եմ, մի անգամ իմ սրտի ուզածը չես արել։ 30-անց, Ռուզան, դու 41 տարեկան ես։ Գիտեմ, ինչի 41-ը 30-անց, չի։ Անցա, բայց շատ անցա։ Գառնիկ, հիշում ես 22 տարի առաջ հարսանիքից հետո ուր գնացինք։ Ոնց չեմ հիշում։ Գնացել էինք Աղվերյան հյուրանոց։ Վախ, էդ էլ ես հիշում։ Ռուզան ջան, ոնց ես կարա մոռանամ այդ հիշարժան օրը։ Վերջին անգամ մաքուր սպիտակ եղենի վրա ատեղ եմ քնել։ Դե արի գնանք։ Փող չկա։ Իմ մոտ 200,000 դրամ կա։ Տարիների ընթացքում քո գրպանից թաքուն 100-200 դրամով հավաքել եմ։ Ռուզան այդ տարիների ընթացքում հավաքել չի։ Այդ տարիների ընթացքում գողանալ է կոչվում։ Ոնց ուզում ես կոչի։ Կարևորը այդ փողը կա։ Ռուզան, արի մնանք տանը, էլի հավես չկա։ Մամ, Ազատի մատամի խոզանակով իր ատամներն է մաքրում։ Ինչ տարբերություն, մի ընտանիք ենք։ Հեսը Լևոնի խոզանակն էլ կօգտագործեմ։ Ազատ, տուր իմ խոզանակը։ Ինչ տարբերություն, մի ընտանիք ենք։ Հեսը մամայի ու պապային էլ եմ օգտագործում։ Տուր խոզանակս։ Չեմ տա։ Տուրի։ Չեմ տա։ Լավ, համաձայն եմ, արի գնանք։ Երեխեք, եթե բան պետք լինի կզանգեք մեզ։ Ալիկին ու Իրինային զգուշացրել ենք, իրանք մեկ-մեկ կգան կգնան, հասկացաք։ Հա։ Սառնարանում էլ ճաշ կա դրած, կտակացնեք կուտեք։ Հա։ Էս ինչ չեք լսում, անկապ ասում եք, հա։ Ազատ! Վայս արդեն հետ եք եկել, մա։ Ազատ, խնդրում եմ, գոնե ձևացրու, թե լսում ես ինչ եմ ասում։ Կներես, մամ ջան, ասա։ Ասում եմ, եթե պետք լինի կզանգեք, սառնարանում է ուտելու բան կա։ Պարզա։ Դե կրկնի ինչ ասեցի։ Չեմ կարա, որովհետև ձև էի տվել, որ լսում եմ։ Ոնց։ Դու չասեցիր, խնդրում եմ, գոնե ձևացրու, որ լսում ես։ Մամ ջան, դուք հանգիստ գնացեք։ Ես երեխեքին տիրություն կանեմ։ Ծանր, հա, պապ։ Չէ, ընդհանրապես ծանր չի։ Դե զիբիլն էլ հետդ կթափես։ Ալենս, Հա, Մարիս, ոնց ես կյանք։ լավ եմ կյանք, դու ոնց ես կյանք։ Լավ եմ կյանք, ինչ կա կյանք։ Բան չէ կյանք, դու ասա կյանք։ Մաման ու պապան տեղ են գնացել։ Կարող եք աս մեր տուն։ Քո համար համով սալատիկ կպատրաստեմ։ Կգամ, Դե արի, հեսա գալիս եմ։ դե սպասում եմ, պաչ։ Աներձակ ջան, մի հատ հարցով եմ եկել քո մոտ։ Այդ վիբրացիա տանջատի նոր խոսա։ Ուզում եմ, որ Մարին Ալենի հետ էլ չշփվի։
Իսկ ինձանից ինչ ես ուզում։ Կարաս ալենին սպանես։ Հա ինչ, ինչքան փող պետքա կտամ։ Ոտես Վիլեն։ Դու երեխա ես, քեզ չեն դատի։ Կարաս ասես իրար հետ խաղում էինք, պատական չագուչով տվեցի գլխին։ Չէ, Վիլեն։ Լավ էլի, խնդրում եմ։ Կարամ ավելի լավ բան առաջարկեմ։ Ուզում ես նենց հանեմ իրանց հարաբերությունները փչանան։ Կարաս։ Դու ուրը չգիտես ես ինչ կեղտոտ գործերի մեջ եմ թաթախված։ Իսկ ինչքան փող պետքա տամ։ Ծառայությունները 20,000 դրամ արժի։ Համոձայն եմ։ Շնորհակալություն, աներձակ ջան։ Հաշվի, որ իրանց հարաբերությունները արդեն փչացած են։ Էսուր։ Գնում եմ են աղջկա հետ հանդիպեմ։ Հե ոնց է, հարուստի տեսք ունեմ։ Ես մամայի զարդերն ես հագել։ Հա, սիրուն չի։ Ասած սրանք կանացի զարդեր են։ Գիտեմ, կարևոր ինքը մտածի, որ ես հարուստ եմ։ Ես մամայի դուխին էլ ես ցանել։ Հա, ես թրա։ Հեսա ես քո համար համով սալատիկ կպատրաստեմ։ Բարև ձեզ։ Բարև։ Բարի օր, ապեր։ Փոքր աղբերս ա Լևոնը, ինքն էլ Ալենն է։ Ալենը։ Բայլ Արտակի հետ ընկերություն չես անում։ Արտակը ով է։ Ոնց ով է, որ 2 օր առաջ հետ եկել է իր մեր տուն, ասում է իր ընկերս է։ Լևոն ինչ ես ապուշ խոսում։ Չնայած ճիշտ ես ասում։ Այդ տղու անունը Արտակ չէր, Հրանտ էր։ Արտակի հետ մի շաբաթ առաջ է իր ընկերությունը անում։ Վարդանից հետո։ Կատակ անում աղբերս։ Հեցա կգամ Ալեն։ Կգաս մի հատ բան ասեմ ապեր ջան։ Լևոն գժվել ես, ինչ ես խոսում։ Հալավ թող հումոր էի անում։ Լևոն մի հատ էլ ես տենց բան խոսած, կսպանեմ քեզ։ Մարի հանգստացի։ Ո՞դ դու հիստերիկ չես։ Ասա Վիլեն։ Հեն արդեն փչացրեցիր իրենց հարաբերությունները։ Էլ ընկերություն չեն անում։ Չէ հələ ընթացքի մեջ է։ Դե մի քիչ արագացրա, քանի չեն ամուսնացել։ Մի խառնվի։ Ամեն ինչ իմ հսկողության տակ է։ Արի։ Ես էլ հյուսիսային պողոտայի մեր շենքի մուտքն է։ Ազատ, բայց ինչի ես աչքերս կապել։ Դեռ շուտ է, որ դու իմ տանտեղը իմանաս, սիրունս։ Ստուր։ Ահա։ Ստուրա։ Ես էլ մեր պադիեզդը։ Դարի քեզ ուղեկցեմ դեպի լիֆտ։ Ստուր։ Դու ես ամենավերջի հարգում եմ ապրում, հիշում ես։ Սպասենք լիֆտը գա։ Ահա, եկավ։ Էս էլ մեր հարկը։ Բայց ձեր լիֆտից մի տեսակ զուգարանի հոտ էր գալիս։ Գիտեմ, շենքի լակոտները գալիս մեկ-մեկ ճիշիկ են անում։ Դե արի մտնենք տուն։ Էս էլ մեր բնակարանը։ Շատ համով է։ Անուշարա վագր։ Մերսի կյանքս։ Խնդրեմ,
Ես միշտ քո համար սենց համով բաներ կպատրաստեմ։ Լևոն, կլնի մեզ մենակ թողես։ Չեմ կարա։ Մամային խոսք եմ տվել, որ ձեզ պետքա տիրություն անեմ։ Լավ, ուրեմն մենք կգնանք։ Մի վարքյան Վագր ջան, մի բան հարցնեմ էլի։ Դու կարող ես իմանաս մարդ ինչ պետք է անի, որ գիշերները չխռցնի։ Չգիտեմ, ինչի դու խռցնում ես գիշերները։ Ես չէ, Մարիի համար եմ հարցնում։ Լևոն! Հա ինչ, կարող է մարդը ձևերը իմանա, օգտի բուժենք։ Ոնց գիշերամիզությունդ բուժեցինք։ Լևոն, սուս մնա։ Թե չբուժեցինք։ Ալեն, անի գնանք հյուրասենյակ։ Ես էլ մեր Հյուսիսային պողոտայի տան իմ ննջասենյակը։ Բայց ես մի քիչ ավելի մեծ էի պատկերացնում։ Հետո տելի մարդ է քնում։ Հա, իմ ծառան է, գիշերները երգում ա որ քնեմ։ Կարամ նայեմ պատանից ինչ տեսարան է բացվում։ Չէ, շատ բարձր է, գլուխդ կֆռա կընկնես ներքև։ Ավելի լավ է ստեղ նստենք իրար ավելի մոտիկից ճանաչենք։ Քո ծնունդը երբ է։ Դեկտեմբերի 20-ին։ Իսկ տարին։ Դա ամեն տարի։ Ալեն, դու սուրճը դառնես խմում թե քաղցր։ Քաղցր։ Ալեն ջան, ես շատ ուրախ եմ, որ քո նման տղեն ընկերություն է անում իմ մամայի հետ։ Մամայի։ Մարին քո քույրը չի։ Չէ, ինքը բոլորին խափում ասում է, որ ես իր աղբերն եմ, որ ուզողներին չվախացնի։ Բայց Մարին 21 տարեկան է։ Էդ էլ է խափում, 31, կոմպլեքսավորվում է տարիքից։ Չնայած հիմա որ կնիկն է իր իսկական տարիքն ասում։ Լուրջ։ Հա, չնայած հալալա քեզ։ Հիմա ոչ բոլորը ամուսնացած բաժանված կնոջդ ընտանիք կկազմեին։ Լևոն, էլ չեմ համբերում։ Վիլեն համբերի քիչ ո մնացել։ Ես քեզ էլ չեմ հավատում։ Կանգնի կռվենք, ով հաղթեց Մարին իրանն է։ Վա, տես Վիլեն։ Արի ասեմ։ Վիլեն, ես ինչ ես եկել։ Եկել եմ քո սիրտը գրավեմ։ Վիլեն, գնա, ես ամեն ինչ կանեմ։ Դու սուս մնա։ Ավելի լավ է իմ փողը հետ տուր։ Մի հատ հարաբերությունն ինչ է, որ չկարեցար փչացնես։ Դրա համար էր այսօր ապուշ խոսում։ Ապեր, գնա էլ իստիս։ Չես գում որ արդեն ավելորդ ես։ Ավելորդը դու ես, այ պակասորդ։ Ոյ կներես։ Սոմա գերուն, արա։ Այսօր կնոշնես խփում արա։ Չես ուզում մի հատ հարուստուղու հետ համբուրվես, հետո ամուսնանաս, հետո երեխեք ունենաս։ Դե չգիտեմ, պետք է մտածեմ։ Էս ինչ ձայները։ Երևի ծառաներս են, կռիվ են անում, թե ով պետք է առաջինը նասկիներս լվա։ Դե դու ստե արագ մտածի, ես հեսա կգամ։ Ինչ ա եղել։ Այս Վիլենը բոքսով խփեց աչքիս։ Ինձ էլ ա խփել։ Ես ուզում եմ ես գյադուն խփեի։ Գյադեն դոս է վինի պուխ։ Չեք ամաչում մեծ մարդ եք տան մեջ կռիվ եք անում։ Գնացեք դուր շենքի հետևը իրար մորթեք։ Ազատ, մտածեցի, ես պատրաստ եմ քո հետ ամուսնանամ ու ապրեմ Հյուսիսային պողոտայում։ Ինչ հյուսիսային պողոտա։ Այս երեկունի մասիվն է։ Լուսինե, ես հեսա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Սուտասան։
Ձեր պատճառով ես իրայի չպաչվեցի, չամուսնացա ու ամենակարևորը մեկ երեխեք չեք ունենալու։